Հաջորդ զեկուցող հարցը Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցն է, զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, պարոն Հովհաննիսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը հաստատումից հետո պատրաստում ենք ներկայացնել ազգային ժողով հետագա քննարկումները իրականացնելու համար։ Բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը կանխատեսվել է 5.4%, հնայի դեֆլյատորը 3%, պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, հարկային վարչահարության բարելավման ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր հնահարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0.4%-ային կետով, այստեղ նշեմ, որ սպասողականը այս տարվա համար 1%-ային կետով բարելավումն է 24 թվականի նկատմամբ, պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերի գծով 704 միլիարդ դրամ, որը համախառն ներքին արդյունքում 26 թվականին կկազմի 5.9%։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն հնայի 4.5%-ը 25 թվականի 5.5%-ի դիմաց։ Միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8% մակարդակի։ Արդյունքում կառավարության պարտք հնայացուցանիշը 26 թվականի վերջում կանխատեսվում է 53.5%։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 26 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնց արդյունքում ի թիվս այլ թիրախների կապահովի հետևյալ առանցքային թիրախների իրագործումը։ Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։ Կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը 55 միլիարդ դրամի չափով։ Կգործարկվի ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը, որը 25 թվականին պիլոտավորվել էր 2 մարզերում, 26 թվականից կկիրառվի ամբողջ հանրապետությունում, որի նպատակը Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարումն է եւ անապահովության մակարդակի նվազեցումը։ Կշարունակվի անուսալի վարկային պարտավորություններ ունեցող աշխատաշուկայից դուրս մնացած կամ մասնակի ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ 26 թվականին պետական բյուջեով ծրագրի գծով նախատեսվել է 9.7 միլիարդ դրամ։ Շարունակվելու է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը, որի գծով 26 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 20 միլիարդ դրամ, որը 25 թվականի բյուջեի նկատմամբ ավելի է 7.6 միլիարդ դրամով։ Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 26 թվականին նախատեսվել է 4.9 միլիարդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու են նախագծման եւ կառուցման աշխատանքները, միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն ու պայմանագրերի սպասարկումը։ Հանրակրթական դպրոցների ուսուցիչների նախնական եւ միջին մասնագիտական արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժական աշխատողների ատեստավորման արդյունքում կապահովի վերջիններիս աշխատավարձերի աճը։ Կշարունակվի դպրոցների եւ մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքները, ապահովելով նաեւ նրանց հագեցումը անհրաժեշտ գույքով եւ սարքավորումներով։ Կիրականացվեն միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, միջին նորոգման, ամառային եւ ձմեռային պահպանման, ինչպես նաեւ թունելների եւ կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքները 66.2 միլիարդ դրամի շրջանակներում։ Վարկային միջոցների հաշվին 36 միլիարդ դրամի շրջանակներում կշարունակվի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին 34 կիլոմետր, Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր հատվածների շինարարությունը, կտրվի Քաջարանի թունելի եւ մոտեցումների շինարարության մեկնարկը,
Ինչպես նաև 26 թվականին կմեկնարկի Սիսիան-Քաջարյան 60 կիլոմետր ճանապարհահատվածի հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագրի իրականացումը եւ կառուցման, վերակառուցման աշխատանքները, մասնավորապես Սիսիան-Քաջարյան 60 կիլոմետրի հյուսիսային ենթահատվածի, հարավային ենթահատվածի, ինչպես նաև Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները։ Կշարունակվի ջրային պաշարների մակերևութային հոսքի կառավարման նպատակով ջրամբարաշինության ծրագրերը, որի արդյունքում կապահովի ջրային ռեսուրսների պաշարի ավելացումը եւ ջրային հոսքերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը։ Կշարունակվի պետական աջակցության տրամադրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, մասնագիտական աշխատանք կատարող միգրանտների, նոր աշխատողների ներգրավման եւ վերապատրաստման համար, իսկ 26 թվականից կմեկնարկի նաեւ մասնագիտական աշխատանք կատարող միգրանտներին աջակցության տրամադրումը։ Կմեկնարկի ավիացիայի աջակցության հաստատված ծրագրով ֆինանսական օժանդակության տրամադրումը այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն օդային ուղևորներին նոր ուղղություններից Երևանի Զվարթնոց եւ Գյումրու Շիրակ օդանավակայաններ։ Այս ուղղությամբ 26 թվականին նախատեսվել է 3 միլիարդ դրամ։ Կշարունակվի կառավարության կողմից համաֆինանսավորման սկզբունքով համայնքներում մասնակցային բյուջետավորման սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որի գծով 26 թվականին նախատեսվում է 2 միլիարդ դրամ, 25 թվականին 1 միլիարդ դրամի դիմաց։ Միջոցներ են նախատեսվել նաև COP17 համաժողովի եւ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի պատշաճ կազմակերպման նպատակով։ Նշեմ նաև, հարգելի գործընկերներ, որ այս բյուջեն ակնհայտ մարդկային կապիտալի մեջ ներդրման ուղղվածություն ունի, որով օրինակ ԿԳՄՍ նախարարության ուղղությամբ ՀՆԱ-ում 3.5%-ից 25 թվականի աճելու ենք 3.3%-ից աճելու ենք 3.5% եւ առողջապահության նախարարության գծով 1.5%-ից աճում ենք 1.8%։ Շնորհակալություն, այսքանը իհարկե քննարկումները նաև կշարունակենք ազգային ժողովում, քննարկելով առանձին հարյուրավոր տարբեր միջոցառումներ, որոնք իրականացվում են մեր պետական բյուջեով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Ըստ օրենքի պահանջի մենք պետք է բյուջեի մասն օրենքի նախագիծը ազգային ժողով ուղարկենք մինչև հոկտեմբերի 1-ը եւ հոկտեմբերի 1-ից ըստ էության սկսենք ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում արդեն մեր տարբեր նախարարությունների 2026 թվականի ծրագրային անելիքները, դրա ընթացքում իհարկե ավելի մանրամասն կպարզաբանվեն բոլոր այն ծրագրերը, որոնք դուք նշեցիք, ավելորդ է նշել, որ բազմաթիվ նոր նախաձեռնություններ կան, եթե նաև նախաձեռնությունները նոր չեն եւ եղել են 2025 թվականի ընթացքում, դրանց ծավալների շատ զգալի եւ նկատելի աճեր ունենք։ Հասկանալի է նաև, որ այս ամբողջի համատեքստում ունեցել ենք նաև շատ կարևոր նախաձեռնություններ, որոնք մեր վերջին քննարկումների արդյունքում հաշվի առնելով առավել առաջնահերթ անելիքները շարունակել են մնալ մեր բյուջեի առաջնահերթությունների հավելվածում, ես կխնդրեի, որ դուք նաև գործընկերների եւ մեր հանրության համար պարզաբանեք, թե 2026 թվականի ընթացքում ինչ նոր կարգավորումներ եք նախատեսում, որպեսզի այդ առաջնահերթ համարվող, սակայն բյուջեի նախագծում այս փուլում տեղ չգտած նախաձեռնությունները իրագործվեն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, նախ նոր կարգավորումների առումով ասեմ, որ այս տարի առաջի անգամ մենք ներկայացնում ենք բյուջեն եռամյա հեռանկարով, որտեղ նաև ներկայացնում ենք բոլոր ծրագրերի ծախսերը առաջիկա 3 տարիների ընթացքում, որպեսզի թե հանրությանը, թե ազգային ժողովին բյուջեն հաստատելուց պարզ լինի, թե մենք որ ճանապարհով ենք գնում։ Ինչ վերաբերվում է հավելվածին, ապա այո, մեր բյուջեի քննարկումների ժամանակ պարզ էր, որ կան մեծ նախաձեռնություններ մեր տարբեր քաղաքականություն իրականացնող մարմինների կողմից, որոնք այս պահին հնարավոր չի տեղավորել այն ծախսային շրջանակի մեջ, որը այս պահին մենք ունենք, եւ ունենք հավելված, որտեղ կդնենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք
այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել հիմնական փաստաթղթի մեջ ներառել եւ արդեն հաջորդ տարի ելնելով մեր ֆիսկալ հնարավորություններից եւ առաջնահերթություններից առաջնահերթորեն կանդրադառնանք այդ հավելվածում ներկայացված ծրագրերից։ Մենք նաև հիմա վերջնականացման փուլում ենք վերաբաշխումների նոր կարգը, որը քննարկվել շրջանառվել է բոլոր պետական մարմիններին եւ այդ կարգով նաև կհստակեցնենք, թե ինչպես ենք մենք վերաբաշխումներ իրականացնելու այդ հավելվածում ներկայացված ծրագրերի եւ հիմնական ծրագրերի միջև։ Սա է հիմնական մոտեցումը լինելու եւ իհարկե նպատակ ենք ունենալու, որպեսզի ունենանք այնպիսի կատարողականներ, որպեսզի հավելվածում ներկայացված նաեւ առաջնահերթությունները կարողանանք ամբողջությամբ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե հիմնական մասը ֆինանսավորել։ Շնորհակալություն պարոն Հովհաննիսյան, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ փոքր պարզաբանող լրացում կատարել պարոն Հովհաննիսյանի կողմից ներկայացված պարզաբանմանը։ Մենք յուրաքանչյուր տարվա ընթացքում եւ դա մեր բյուջետային գործընթացները կարգավորող օրենքի մի մասն են, կարգավորման մի մասն են, ունենք օրենքով կառավարությանը վերապահված վերաբաշխումներ իրականացնելու հնարավորություն։ Եվ այդ սահմանաչափը օրենքով նախատեսված է ծախսերի 3% չգերազանցող մասով, որը 2026 թվականի համար հանրագումարով մոտ կլինի 100 միլիարդ դրամի։ Վերջին տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ մենք մշտապես ունենում ենք այնպիսի ծրագրեր, որոնք տարբեր պատճառներով տարվա ընթացքում վերանայվում են եւ այդ առաջացող միջոցները բնականաբար կառավարության կողմից ըստ նպատակահարմարության վերահասցեագրվում են այն նոր նախաձեռնություններին, որոնցով նախարարությունները հանդես են գալիս։ Այս անգամ նկատի ունենալով, որ մենք այս բոլոր կարևոր ծրագրերը թվարկելու արդյունքում ունենք դեռևս որոշակի հարցեր, որոնք իրենց կարևորությամբ թերևս պակաս չեն, ունենք այդպիսի նախնական ընկալում, որ ֆինանսների նախարարությունը երկու կարգավորում կբերի տարեսկզբին, որոնցից մեկը կվերաբերի նրան, թե ինչպես պետք է կանոնակարգվեն այդ վերաբաշխումները, եւ դրա հետ փոխկապակցված, բայց կարող ենք համարել երկրորդը, որով ավելի մեծ նշանակություն կտրվի օրենքի հավելվածում նախապես կառավարության կողմից ազգային ժողովին ներկայացված այն ծախսային ուղղություններին, որոնք քննարկված են եղել, հասկացված են եղել, ունեն բավարար հիմնավորումներ եւ արդյունքային ցուցանիշներ, որոնք որ ակնկալվում է այդ ծրագրերի իրականացումից, բայց մեր սահմանափակումների պատճառով այս փուլում դեռևս հիմնական նախագծում ներառված չեն։ Եվ սա է այն աշխատանքը, որ մենք պետք է շարունակենք անել տարեսկզբին։ Ես գիտեմ, որ նաև մեր նախարարությունները ունեն այդպիսի նկատառումներ, մինչև այս պահը որոշակի լուծումներ գտնելու նաև ակնկալիքներ, եւ այդ տեսանկյունից ուզում եմ դիմել նաև ձեզ, որ մենք այդ քննարկումը շարունակենք արդեն 2026 թվականի սկզբին, բնականաբար ազգային ժողովում քննարկումները հնարավորություն եւ մի ժամանակահատված են, երբ որ մենք որոշակի ճշգրտումներ կկատարենք, մինչեւ օրենքի նախագիծը քվեարկության դրվել է, բայց նաև սա կենթանի եւ շարունակական process է եւ մենք փորձենք այն հարցերը, որոնք դեռևս լուծում չեն ստացել, նաև դրանք հասցեագրել եւ կարգավորել տարեսկզբին։